Այսօր Փարիզի դատարանը 18 ամսվա պայմանական ազատազրկման է դատապարտել ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդյեին։ Հանրահայտ դերասանը մեղավոր է ճանաչվել 2021-ին նկարահանման հրապարակում երկու կանանց նկատմամբ սեռական ոտնձգության համար։ Նա նաև 29,000 եվրո տուգանք պիտի վճարի։ Շատ հուզված եմ, ես շատ գոհ եմ այս որոշումից, ինձ համար սա իսկապես հաղթանակ է եւ մեծ քայլ է առաջ։ Մենք առաջ ենք շարժվում։ Շնորհակալություն։ Կարծում եմ արդարությունը վերականգնված է։ Սա հրաշալի որոշում է, սա երկու կանանց հաղթանակ է նկարահանման հրապարակում, բայց նաև դատավարության հետևում կանգնած բոլոր կանանց հաղթանակն է։ Սեռական բռնության ենթարկվելը չափազանց տրավմատիկ փորձառություն է։ Մենք տարիներ անց տեսնում ենք այդ իրադարձությունների թողած սպիերը։ Ես հույս ունեմ, որ այսօր վերջ դրվեց կինոարտադրության ոլորտում արվեստագետի անպատժելիությանը։ D'un artiste dans le milieu du cinéma. Monsieur Depardieu, 76-ամյա դերասանը մեղքը չի ընդունում, նա այսօր դատարան չի ներկայացել, Պորտուգալիայում նկարահանումների է մասնակցում, բայց նրա փաստաբանը հայտարարել է, որ կբողոքարկեն որոշումը։ Mais ce qui est très important et ce qu'il faut retenir de cette décision,